Մխիչյանի դպրոցի 4-րդ դասարանի երեխաների օրգանիզմում փորձաքննությունը թմրանյութ չի հայտնաբերել։ Նախորդ ուսումնական տարվա վերջում հայտնի էր դարձել, որ մի խումբ բարձր դասարանցիներ 2-4-ցիների քթանցքներին ստիպողաբար ու պարբերաբար քսել են թմրանյութի նմանվող սպիտակ փոշի։ Պարզվել էր մեղադրյալ 4 տղաներից 3-ը բռնել են տուժողների ձեռքերը, մյուսը քսել է այդ սպիտակ փոշին։ Այնուհետև տուժողներից գումարներ են պահանջել, սպառնալով, որ չստանալու դեպքում կտարածեն լուրը, թե նրանք թմրանյութ են օգտագործել։ Փոքրերը սկսել են վճարել։ 1000 դրամից սկսված մինչև 5000 դրամ եւ մյուս դուժող ճանաչված անձի նկատմամբ մինչև $100 գումար են պահանջել։ $100 մեկ անգամ է եղել, իսկ 1000, 2000 եւ կոպեկներ նույնիսկ մինչև 5000 դրամը եղել է 4-ից 5 անգամ։ Դուժող ճանաչված անձիկ իրենց ցուցմունքներում չեն կարողացել հստակեցնել գումարների չափը, նշելով, որ եղել է, որ օրերի ընթացքում ընդամենը կոպեկներ են տվել մեղադրյալ հանդիսացող անձանց։ Նախաքննության ընթացքում նշանակվել են բազմաթիվ փորձաքննություններ, այդ թվում տոքսիկոքիմիական, թե տուժողներից ու թե մեղադրյալներից վերցվել են մազի եւ մեզի փորձանմուշներ։ Ըստ ասված եզրակացությունների դուժող ճանաչված անձանց մազի եւ մեզի փորձանմուշներում թմրամիջոցների հետքեր չեն հայտնաբերվել։ Մեղադրյալ հանդիսացող 3 անձանց մազի եւ մեզի փորձանմուշներում եւս թմրամիջոցների հետքեր չեն հայտնաբերվել, իսկ մեղադրյալ հանդիսացող 1 անձի մազի փորձանմուշում հայտնաբերվել է կանաբիոիդների խմբին պատկանող թմրամիջոցների թմրակալոիդներ։ Իսկ թե հատկապես ինչ սպիտակ փոշի է օգտագործվել, դեռ հայտնի չէ։ Ըստ նախաքննության տվյալների, այդ սպիտակ փոշին մեղադրյալները վերցրել են դպրոցի զուգարանի պատի անցքից։ Այդտեղից նույնպես փորձանմուշ է վերցվել դատաքիմիական փորձաքննության համար։ Արդյունքները դեռ չկան։ Նախաքննությունը շարունակվում է հարուցված քրեական վարույթը մի խումբ անձանց կողմից անօգնական վիճակում գտնվող անչափահասից շորթման հատկանիշներով է։ 4 մեղադրյալներից 2-ի նկատմամբ տնային կալանք էր կիրառվել։ Այդ ժամկետը լրացել է։ Այժմ բոլոր մեղադրյալները, 3 մեղադրյալների նկատմամբ կիրառված է վարչական հսկողությունը եւ դաստիարակչական հսկողություն այլընտրանքային խափանման միջոցները, 1 մեղադրյալի նկատմամբ կիրառված է վարչական հսկողություն, 1 միլիոն գրավ եւ բացակայելու արգելք այլընտրանքային խափանման միջոցը։ Արարատի մարզպետարանի կրթության, մշակույթի եւ սպորտի վարչության պետը վստահեցնում է դպրոցում կրթական գործընթացը բնականon հունով է ընթանում։ Միջադեպի մասնակից երեխաների մի մասը շարունակում է հաճախել դասերին։ Մեղադրյալներից մեկն ավարտել է դպրոցը, իսկ նրա եղբորը, որը նույնպես մեղադրյալ է, ծնողները տեղափոխել են այլ կրթական հաստատություն։ Փոքր տարիքի երեխաների մոտ չենք կարծում, որ երեխաները ենթարկվել են խորը ստրեսի։ Միանշանակ նորմալ այս պահին երեխաները հաճախում են դպրոց։ Մեծերի հետ կապված երեխաներից մեկը մնացել էր բացակայությունների հիմքով նույն դասարան, մյուսը փոխադրվել էր, այսինքն մենք կազմակերպեցինք ավարտական աշակերտի ավարտական քննությունները։ Միջադեպից հետո Մխիչյանի դպրոցի տնօրենը պաշտոնից ազատվել էր սեփական դիմումի համաձայն։ Ավելի ուշ որոշ աշխատակիցների նկատմամբ կիրառվել է կարգապահական տույժ նկատողություն։ Մարտուն Մանուկյանը նշում է, պարզվել է, որ միջադեպից առաջ ավագ դասարանների տվյալ երեխաները հաճախ եկել են դպրոց, բայց դասերին չեն մասնակցել։ Նրանց այդ վարքագիծը պետք է մանկավարժների ուշադրությանն արժանանար, ինչի դեպքում կարող էին խնդիրները չխորանալ։ Դպրոցի տնօրենի ազատումից անմիջապես հետո, այսինքն իր դիմումի համաձայն, երբ որ ազատվեց, դպրոցը անմիջապես անցում է լինում կառավարման նոր համակարգի եւ դպրոցի տնօրենի տեղակալների գործառույթները փոխվում են, այնտեղ հաստիկներ կա, որ ըստ օրենքով, սահմանված կարգով կրճատում եւ վերամիավորվում են։ Հաստատում է, սա նշանակում է, որ միջադեպի պատասխանատուների մի մասը պաշտոնից կազատվի այդ փոփոխությունների բերումով։ Աննա Զախարյան, Դավիթ Մաչկալյան, լուրեր։